Պատգամավոր Նիկոլ Փաշինյան, համեցեք պարոն Փաշինյան։ Շնորհակալություն։ Պարոն Գաբրիելյան, չնայած դուք նշեցիք, որ փաթեթի նպատակը ոչ այնքան կամ ոչ միայն աշխատավարձի բարձրացումն է, բայց այստեղ մենք ունենք մի կատեգորիա, որի հետ կապված միանշանակ աշխատավարձի բարձրացում է տեղի ունենում, խոսքը առաջին հավելվածում նշված անձանց մասին է, այդպես ասած, հանրային քաղաքական էլիտայի ներկայացուցիչների մասին, որի մեջ մտնում ենք նաև այստեղ ներկաներս, դուք, ձեր կառավարության անդամները եւ ձեր ղեկավարությունը։ Հիմա տեսեք, ընդհանրապես աշխատավարձի բարձրացման համար սովորաբար լինում է երկու պայման. երբ միավորը հաջողակ է, այսինքն նրա գործերը հաջող են լինում, եւ երկրորդը, երբ միավոր գործատուն համարում է, որ ինքը պետք է վճարի աշխատողներին, որպեսզի նրանք ավելի լավ կատարեն իրենց աշխատանքը։ Հիմա դուք համարում եք, որ Հայաստանի Հանրապետության գործերը ձեր կառավարության գործունեության շրջանում, այնքան եւ ազգային ժողովի գործունեության շրջանում, Սերժ Սարգսյանի գործունեության շրջանում այնքան լավ են գնացել, օրինակ Սերժ Սարգսյանի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 203%-ով, 436.460 դրամից դարձնելով 1.322.800 դրամ։ Ազգային ժողովի վարչապետի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 218%-ով 373.540 դրամից հասնելով 1.190.520 դրամի։ Նախարարի աշխատավարձը նախատեսվում է ավելացնել 139%-ով։ Այստեղ երկու կոմպոնենտ կա ասացի։ Առաջինը դուք կարծում եք, որ միավորի Հայաստանի Հանրապետության գործերը այնքան լավ են գնում, որ այդ գործերի հաջողության համար պատասխանատու մարդկանց աշխատավարձը, այսինքն վաստակել եք մենք դուք բոլորով, վաստակել ենք այսպիսի աշխատավարձերի բարձրացման իրավունքը, եւ երկրորդ ինչ է մտածում այն միավորը, այն սուբյեկտը, որը գործատու, ինչու եմ ասում, ինչու չեմ ասում մեր ձեր բոլորիս գործատուն, որովհետև առնվազն ասենք մի քանի դեպքերում այդ աշխատանքային պայմանագիրը կեղծված է, օրինակ Սերժ Սարգսյանի պարագայում, բայց դա թողնենք մի կողմ։ Դուք մտածում եք այսօր գործատուն համարում է, որ իրավունք կա, մենք հնարավորություն ունենք այսպիսի որոշում կայացնել, եւ երկրորդը մի դիտարկում, այստեղ խոսվում է այ մեծամասնական падգամավորը այսպես, այնպես, իսկ եթե մեծամասնական падգամավորը դահլիճում օրերով չի լինում, ու ընդհանրապես հայտնի չի ինքը որտեղ է, բայց դեպքը ինչի չեք ասում։ Ասեք նրան մի տվեք, կամ գալիս կնոպկայասեղմում թողում գնում է։ Այդ դեպքի մասին ինչի չեք հիշում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Փաշինյան։ Ըստ իմ ունեցած պատկերացումների մեր հասարակությունում գործատուի տվյալ դեպքում ժողովրդի կամքը արտահայտվում է ազգային ժողովի որոշումներով։ Եվ գործատուն ինչ է մտածում, ընդհանրապես կամ արտահայտության տեսակետից, արտահայտությունը լինում է ազգային ժողովի որոշումներով։ Դրա համար այլ եղանակ, որպես այդպիսին, ես չգիտեմ։ Կարծում եմ, որ ազգային ժողովը համապատասխանորեն կորոշի, քանի որ համընդհանուր կամարտահայտությունը տարբերվում է պլեբիսցիտից հանրապետության պարագայում եւ պլեբիսցիտի բացակայության պարագայում գործատուն արդեն իր քվեարկությամբ եւ փաստարկներով եւ ելույթներով կարտահայտի իր վերաբերմունքը։ Ինչ վերաբերում է համակարգի անհամամասն բարձրացումներին, ապա մենք ունենք աշխատատվարձեր, որոնք բարձրացվել են 2002 թվականին, աշխատավարձեր, որոնք բարձրացվել են 2007 թվականին, աշխատավարձեր, որոնք բարձրացվել են այդ ընթացքում, դրանից հետո, դրանից առաջ որոշ աշխատավարձեր երկար ժամանակ սառեցվել են, ենթադրելով, որ այդ մարդկանց ուղղակի պետք չէ աշխատավարձ շատ տալ, քանի որ նրանք պաշտոնյա են, դրանով իսկ մեծացնելով կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս։ Այս առումով պետք չէ քննարկել, թե ում ինչքան է բարձրանում, պետք է քննարկել, թե արդյոք համակարգը տրամաբանական է, թե ոչ։ Համակարգը արդյոք, որ մենք ունենք, համադրելի է այլ երկրների հետ, թե ոչ։ Արդյոք այն խտացման գործակից է, այսինքն այն տարբերությունը, որ կա ներքևի եւ վերևի մեջ, անհամամասնորեն շատ բարձր է, էական բևեռացում է բերում, թե ոչ։
Արդյոք այն ծնում է ավելի շատ կոռուպցիոն ռիսկեր, թե փակում է այդպիսի ռիսկերը։ Կարծում եմ, որ հարցադրումների այս շրջանակը դնելով մենք ավելի լավ պատասխաններ կտանք, քան թե այն շրջանակը դնելով, որ դուք եք տալիս։ Քանի որ կրկին իմ պատկերացումներով ժողովրդի կամ արտահայտությունը պետք է արտահայտվի այս դահլիճում։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյանը համեցեք։ Շնորհակալություն, լավ էր գոնե վերջում ասցիք պետք է արտահայտվի այս դահլիճում։ Այո, հենց խնդիրները բխում են դրանից, որ այս դահլիճում, վերևի դահլիճում եւ ընդհանրապես դահլիճներում ժողովրդի կամ արտահայտությունը չի արտահայտվում։ Եվ սրա վառ օրինակն է այն, որ ընդամենը մի ժամ առաջ այստեղ քվեարկվեց եւ ընդունվեց մի օրենքի նախագիծ, որով որոշվում է, որ Հայաստանում գործազուրկների նպաստի ինստիտուտը պետք է վերացնել, այսինքն գործազուրկներին այդ 18000 դրամը պետք չի տա, եւ հիմա բոլորս լուրջ դեմքով քննարկում ենք Սերժ Սարգսյանի աշխատավարձը 203%-ով, Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի աշխատավարձը 218%-ով ավելացնելու մասին հարցը։ Սա ինքնին արդեն ցույց է տալիս, թե դահլիճում ինչքանով է արտահայտված այդ բանը։ Եվ իդեպ, երբ որ զբաղվածության մասին օրենքն էր քննարկվում, դահլիճում ընդամենը ես հաշվեցի 11 պատգամավոր կար։ Հենց որ աշխատավարձերի հարցը սկսեցին քննարկել, դահլիճը հանկարծ բազմամարդ դարձավ։ Եթե կարելի է, ես եւս անդրադառնամ զբաղվածության մասին օրենքին եւ դրա քննարկումներին, կարծում եմ, որ կամ արտահայտությունը արդեն կա եւ շատ էական է աշխատատեղեր ստեղծելը։ Եթե այդ գումարները գնան ուրիշ տեղ եւ ոչ թե աշխատատեղերի ստեղծմանը, ապա դա այլ հարց է։ Սակայն եթե այդ գումարները միտված գնում են աշխատատեղերի ստեղծման, այլ հարց է։ Սա քաղաքական ընտրության հարց է, որը կատարվել է։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, արդյոք արժանացել է թե ոչ, ես ասում եմ, որ ես դժվարանում եմ ասել, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը արժանացել է արդյոք այն փաստին, որ նրա աշխատավարձը 100%-ով բարձրանա։ Ես ճիշտ չեմ գտնում այդպիսի հարցի ձևակերպումը։ Ես ճիշտ եմ գտնում հարցի ձևակերպումը այն տեսակետից, արդյոք այն նոր համակարգը, որ դնենք, դա ավելի արդարացի կլինի եւ կոռուպցիան կկանխի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դրանից ավելի ազատ զգա որպես պատգամավոր։